Ինչ եղավ 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում, ինչ ստորագրեցին Ամերիկայի Միացյալ Նահանգները, Հայաստանը եւ Ադրբեջանը, որոնք են հետևանքներն ու արդյունքները, ինչ սպասելիքներ ունենալ։ Սրանք հարցեր են, որոնց պատասխանները հայ հասարակությանը հասցնելու նպատակով ժողովրդավարության եւ անվտանգության տարածաշրջանային կենտրոնի փորձագետները շրջում են համայնքներով, կազմակերպում քննարկումներ, նաեւ լսում ու առանձնացնում մարզերում ապրող մարդկանց անհանգստությունները։ Հերթական հանդիպումները Սյունիքում էին։ Մեր հիմնական նպատակը տեղեկացնելն է, ինչպես որոշում կայացնողներին Հայաստանում, այնպես էլ Հայաստանից դուրս տեղի ունեցող գործընթացների վերաբերյալ առաջարկել լուծումներ, բայց նաև իրազեկել հանրությանը տեղի ունեցող գործընթացների վերաբերյալ եւ այդ առումով մեր հետազոտական այցը Սյունիք հենց այդ կրկնակի ֆունկցիան է կատարում, այսինքն մի կողմից մենք փորձում ենք հասկանալ, թե ինչպիսի իրավիճակ է գետնի վրա, հատկապես կապված TRIP ծրագրի իրագործման հետ, մենք երեք գտնվում էինք Մեղրիում, Ագարակում, հնարավորություն ենք ունեցել երթևեկել այդ ուղիով, որ ապագայում պետք է դառնա TRIP նախագիծը եւ նաեւ շփվել ենք մարդկանց հետ հասկանալու նրանց պատկերացումները, նրանց մտահոգությունները միգուցե Սյունիքում ապրողներն առաջինն են իրենց վրա կրելու այս գործընթացների հետևանքները, ասում է Տիգրան Գրիգորյանը։ Հետևաբար կարևոր է, որ նրանք տեղյակ լինեն միջազգային հանդիպումների արդյունքներից։ Այս պահին ամենակարևոր թեման TRIP-ն է, որի մասին ինֆորմացիան լրացուցիչ վերլուծության կարիք ունի։ Երևի ակնկալիքը որոշում կայացնողների մոտ ինչպես Հայաստանում, այնպես էլ Միացյալ Նահանգներում այն է, որ հասարակ մարդիկ մտնելու են այդ փաստաթղթերը, կարդալու են, ստանալու են իրենց հարցերի պատասխանը, բայց գործնականում դա այդպես տեղի չի ունենում, այսինքն շատ քիչ մարդ ժամանակ ունի եւ նաեւ հետաքրքրություն մտնել եւ ուսումնասիրել այդ փաստաթղթերը, որոնք բազմաթիվ են եւ նաեւ պետք է փորձագիտական լեզվի միջով փորձել անցնել եւ հասկանալ եւ այս այցից հետո կարծում եմ պետք է նաեւ քաջալերել, որպեսզի ավելի համակարգային մոտեցում լինի այս հարցերի վերաբերյալ, որպեսզի մարդիկ հասկանան ինչ ակնկալել, ինչպիսի գործընթացներ են լինելու, որն է այդ գործընթացների հերթականությունը, եթե կան մտավախություններ, այդ մտավախությունների պատասխանները տրվեն։ Խոսելով 2025 թվականի օգոստոսի 8-ի Վաշինգտոնյան գագաթնաժողովից փորձագետն ընդգծում է. տեսանելի արդյունքը նոր էսկալացիայի ռիսկի նվազումն է, նաև Հայաստանում ապրող մարդկանց անհանգստության պակասը։ Իդեպ դա նաև արտացոլում է հանրային կարծիքի տարբեր հարցումներում, եթե Միջազգային Հանրապետական ինստիտուտի վերջին երկու հարցումը ընթերցենք, կտեսնենք, որ այն մարդկանց թիվը, ովքեր անվտանգությունը գլխավոր մտահոգություն են համարում, 40%-ից իջել է մինչև 20% եւ ավելի ներքև, այսինքն մինչև Վաշինգտոնյան գագաթնաժողովը այդ մարդկանց թիվը 40% է, դրանից հետո 20-ից քիչ։ Սա դեռևս գլխավոր ձեռքբերումն է։ Կենտրոնի վերլուծաբանները հանդիպումների ժամանակ ներկայացնում են սպասվելիք բոլոր սցենարները ապաշրջափակման գործընթացի, տնտեսության դիվերսիֆիկացման, Հայաստան-Ադրբեջան-Թուրքիա հարաբերությունների զարգացման վերաբերյալ։ Տիգրան Գրիգորյանի խոսքով իրենք բացառում են քարոզչությունը, ներկայացնում են զուտ փաստերն ու նման իրավիճակներում միջազգային փորձը։